բոլորդ գնացեք ընտրատեղամաս, կատարեք ձեր ընտրությունը, ով չի գնում ընտրատեղամաս, ձայնը գնում է Նիկոլին, եթե չես ընտրում, ձենդ գնում է Նիկոլին։ Գնում ենք ընտրության, վերցնում ենք քվեաթերթիկ, համար, 3 և քվեարկում ենք հանուն փոփոխությունների, որոնք գալու են Սամվել Կարապետյանի վարչապետությամբ։ Հունիսի 7-ին գնալտենք ընտրության ու միասին ճամփիլտենք Նիկոլին իր փոքրիկ խմբակով։ Այսքանից հետո մեզ սպառնում է, ասում է պետք է իմ 300,000 ադրբեջանցիներին տեղավորեք ձեր գյուղերում ու քաղաքներում, ու այդ կառավարական կաբինետներում մեկը չկա, որ ասի, այդ ինչ իրավունքով ես հայ ժողովրդի վրա սուր ճոճում, վերընգի տեղդ։ Մենք թույլ չենք տալու, որ մեր գյուղերն ու քաղաքները դատարկվեն։ Սրանց նպատակը մեր բնակավայրերը դատարկելն է, որ 300,000 ադրբեջանցիներին բերեն ու բնակեցնեն։ Լոռին, ողջ Հայաստանը դա թույլ չի տալու։ Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում բնակեցվեն 300,000 ադրբեջանցիները, և դուք, սիրելի լոռեցիներ, ևս թույլ չեք տա դա։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում հայտնվել է մարդ, ով պատրաստ է իր հզոր ուսերի վրա վերցնելու մեր ազգի, մեր ապագայի, մեր պետականության, ինքնիշխանության, տնտեսության, անվտանգության վերականգնման երաշխիք դառնալու պարտավորությունը, այդ անձը Սամվել Կարապետյանն է։ Հիմա եկել է հայրենիքի գողին, հայրենիքի զավակով փոխարինելու ժամանակը։ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժամանակը։ Մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր, վերականգնենք մեր երկրի տնտեսական պոտենցիալը։ Այդ է ծրագիրը, աշխատատեղեր բոլորի համար, հարգված, լավ ու չպառակտված միջավայր մեր հայրենիքում, որ իրար լավ տեսնենք, իրար քաղցր տեսնենք։ Պատմության գրքերից դուրս է եկել մեր հայոց պատմություն։ Ընտրվելու դեպքում խնդրում եմ, որպեսզի այս հարցերին ուշադրություն դարձնեք։ Մենք առաջին հերթին հետ ենք բերելու Հայաստան հայրենասիրությունը։